Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ժամը 12-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ և այժմ կներկայացնեմ ժամի գլխավոր նորությունները Հայաստանից և աշխարհից։ Նախ կարևորը համառոտ։ Հալեպում վիճակը կտրուկ սրվել է, կան զոհեր և վիրավորներ։ Զոհեր, կրակոցներ, ձերբակալվածներ, գերլարված է վիճակը Իրանում։ Գրքերը չեն հանդարտվում Վենեսուելայում, ինչ են ասել Մադուրոն և կինը Նյու Յորքի դատարանում։ Լարսը բաց է, ինչ վիճակ է հանրապետության ավտոճանապարհներին։ Տարածաշրջանում վիճակը շարունակում է լարվել, հայկական գանձասար պարբերականի հաղորդմամբ այսօր Հալեպում երեխաները դպրոց չեն գնացել։ Քաղաքում խաթարվել է բնականոն կյանքը, փակվել են հանրային և պետական հաստատությունները, հետաձգվել են բոլոր թռիչքները, չեղյալ է հայտարարվել Սուրբ Ծննդին հաջորդող մեռելոցը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ քաղաքում կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ, բարեբախտաբար հայ համայնքում զոհեր չկան։ Վիճակը չի հանդարտվում, լսում են ինտենսիվ հրաձգության և հրետակոծության ձայներ, շենքերի վրա նկատվում են փամփուշտների հետքեր։ Սիրիայի խորհրդարանի նախկին падգամավոր Մարիա Գաբրելյանը ավելի վաղ հայտնել էր, որ քաղաքի մի շարք թաղամասերում բախումներ են սկսվել քրդական ուժերի և սիրիական բանակի միջև։ Նահանգապետը բնակիչներին կոչ է արել չլքել իրենց տները։ Քաղաքը երեկվանից հանդարտ չէ։ Քրդական ուժերի և իշխանությունների միջև ընթացող բանակցությունները արդյունք չեն տվել, ինչից հետո քրդական կողմը դիմել է ռազմական գործողությունների։ Այս պահին քաղաքում շարունակվում են ինտենսիվ կրակոցները, կիրառվում են հրաձգային զենքեր և հրետանի։ Քրդական երկու շրջաններ անմիջապես հարակից են հայաբնակ թաղամասերին, ինչի պատճառով ռազմական գործողությունները զգալիորեն ազդում են նաև հայկական համայնքի վրա։ Առավոտյան վիճակը հարաբերականորեն խաղաղ էր։ Հայկական համայնքը մասնակցել է սովորական կարգով անցկացվող պատարագին։ Թեմակալ առաջնորդը ընդունել է հավատացյալների շնորհավորանքները, սակայն կեսօրին մոտ վիճակը կտրուկ փոխվել է և ներկայումս քաղաքը գրեթե ամայի է։ Լարված է վիճակը նաև տարածաշրջանի մեկ այլ առանցքային երկրում՝ Իրանում։ Սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ։ Տեղեկություններ կան, որ ցուցարարները գրավել են երկրի արևմուտքում գտնվող Աբդանան և Մալեքշահի քաղաքները։ Բողոքի ալիքը սկսվել է ազգային արժույթի արժեզրկման և գնաճի հետևանքով։ Ցույցերին մասնակցում են հիմնականում առևտրականներ և փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ։ Սոցիալական պահանջներին զուգահեռ ցույցերում հնչում են նաև քաղաքական կոչեր։ Թե ինչ հետևանքներ կունենա այս զարգացումները տարածաշրջանի, այդ թվում Հայաստանի համար, մանրամասները ռեպորտաժում։ Իրանը կրկին հզոր դարձնենք կարգախոսը 10 տարվա դադարից հետո վերադարձել է ամերիկյան քաղաքական օրակարգ։ Սենատոր Լինդսի Գրեհեմն է Դոնալդ Թրամփի հետ լուսանկար հրապարակել գլխարկին այս գրությամբ։ Կարգախոսի ակտիվացումը համընկնում է Իրանում սոցիալ-տնտեսական լարվածության սրման հետ։ Դժգոհությունները վերածվել են բողոքի ցույցերի։ Ցույցերն ընդգրկել են 78 քաղաք և մոտ 200 բնակավայր։ Բողոքի ալիքը սկսվել է ազգային արժույթի արժեզրկման և գնաճի հետևանքով, ապա որոշ շրջանակներում ստացել նաև քաղաքական երանգ և ուղեկցվում է անկարգություններով։ Իշխանությունը առևտրականների շրջանում սկիզբ առած խաղաղ ցույցերի նկատմամբ կառուցողական է տրամադրված։ Բողոքի ակցիաներն օրինական են, բայց դրանք տարբերվում են անկարգություններից։ Մենք խոսում ենք ցուցարարների հետ, պաշտոնյաները պետք է խոսեն ցուցարարների հետ, բայց անկարգության մասնակիցների հետ խոսելն իմաստ չունի։ Անկարգությունների մասնակիցները պետք է պատժվեն։ Փողոց են դուրս եկել միջին խավի ներկայացուցիչները, առևտրականներ, ձեռնարկատերեր, վաճառականներ, իսկ շուկան Իրանում կարևորագույն քաղաքական և տնտեսական դեր ունի։
Իրանի կառավարությունը կամ իշխանությունը պատրաստ է երկխոսել, բայց դատելով հոգևոր առաջնորդի սահմանումից անկարգություններ հրահրողների խռովարարներին արձագանքը լինելու է կոշտ եւ մենք տեսնում ենք այդպիսի արձագանք։ Սոցիալական պահանջներին զուգահեռ ցույցերում հնչում են նաև քաղաքական կոչեր։ Ցուցարարների մի մասի կարգախոսներում շրջանառվում է արտաքսման մեջ գտնվող Ռեզա Փահլավիի անունը։ Նույնիսկ պահանջում են երկրի ղեկավարության հրաժարականը, գերագույն առաջնորդին են արդեն հայտարարում եւ նաեւ ուշագրավ է, որ այս անգամ շատ էին կոչերը Իրանի արտաքսման մեջ գտնվող այսպես թագաժառանգի հետ վերադարձի պահանջով։ Ներքին զարգացումներից բացի իրանագետները զգուշացնում են նաև արտաքին գործոնի վտանգի մասին։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում հնչող հայտարարությունները եւ Վենեսուելայի շուրջ վերջին զարգացումները համեմատություններ են առաջացնում։ Դոնալդ Թրամփն իր ճեպազրույցներից մեկում հայտարարել է, որ Վենեսուելայից հետո հնարավոր հաջորդ ռազմական թիրախների շարքում տեսնում է նաև Իրանին, որ դեպքում կմիջամտեն Միացյալ Նահանգները, իրանագետն է պարզաբանում։ Իրանի իշխանությունները չպետք է, ասեմ այսպես, կրակեն ցուցարարների վրա եւ այս դեպքում Միացյալ Նահանգները կմիջամտի, կգա օգնության, մենք չենք ունեցել որքանով հիշողությունս ինչ չի դավաճանում, որևէ դեպք Իրանում ետների ունենան ստողոքի գործողություններ եւ Միացյալ Նահանգների նախագահի արձագանք, հետեւաբար սա էլ աննախադեպ վերադարձ է։ Իսրայելի արձագանքը եւս աննկատ չի մնացել։ Բենյամին Նեթանյահուն Թրամփի հետ Ֆլորիդայում ունեցած հանդիպումից հետո կառավարության նիստում բավականին կոշտ պահանջներ է ներկայացրել Իրանին։ Նա նշեց, որ Իրանի հարստացված ուրանը պետք է հանվի երկրի տարածքից, իսկ միջուկային օբյեկտները գտնվեն ՄԱԳԱՏԷ-ի խիստ խստագույն վերահսկողության ներքո։ Եվ չի բացառում, որ այս ամենի խորապատկերին, այս ամենի ֆոնին նաև արտաքին միջամտություն լինի, թուպիչով ռազմական գործողություններ Իրանի դեմ։ Մասնագետների գնահատմամբ առանց արտաքին միջամտության բողոքի ալիքը ավելի հավանական է, որ մարի։ Այդուհանդերձ Իրանում տեղի ունեցող գործընթացները միայն ներքին հարց չեն։ Տարածաշրջանային լարվածության խորացման դեպքում դրանք կարող են դուրս գալ երկրի սահմաններից, անմիջական ազդեցություն ունենալով նաև Հայաստանի անվտանգային միջավայրի վրա։ Սեդա Գյուրեղյան, Նորայր Հակոբյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Միջազգային ուշադրության կենտրոնում է նաև Վենեսուելան։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելայի ժամանակավոր իշխանությունը Միացյալ Նահանգներին կփոխանցի 30-ից 50 միլիոն բարել նավթ։ Նավթը կվաճառվի շուկայական գնով, իսկ ստացված միջոցները կլինի նախագահական վերահսկողության տակ։ Արդեն հայտնի է, որ անցած շաբաթվա վերջին Վենեսուելայի նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ իրավապահների հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել էին եւ տեղափոխվել Միացյալ Նահանգներ։ Թե ով է գերեվարված եւ միջազգային ուշադրության կենտրոնում հայտնված Վենեսուելայի նախագահը, Սեդա Գյուրեղյանի ռեպորտաժում։ Սովորական ավտոբուսի վարորդ, սիրողական երաժիշտ ռոք խմբում եւ մեկ քայլ դեպի մեծ քաղաքականությունը։ Նիկոլաս Մադուրոն այսպես դարձավ Վենեսուելայի նախագահ Չավեսի մտերիմն ու նրանից ժառանգեց նախագահի պաշտոնը։ Մի օր էլ ԱՄՆ դեսանտային ուժերը մտան սենյակ եւ անկողնու մեջ ձերբակալեցին նրան։ Սա Վենեսուելայի գերեվարված նախագահ Նիկոլաս Մադուրոյի կյանքի պատմությունն է։ Քաղաքականություն նա մտել է 1990-ականների սկզբին։ Մադուրոն աջակցում էր Հուգո Չավեսի ձախողած ռազմական հեղաշրջման փորձին եւ պահանջում Չավեսի ազատ արձակումը։ Այդպես էլ նա մտնում է ապագա նախագահի մտերիմ շրջապատ, իսկ 1999-ին Չավեսի իշխանության գալուց հետո դառնում նախ խորհրդարանի անդամ, ապա խորհրդարանի նախագահ, այնուհետև արտաքին գործերի նախարար։ 2013-ի ընտրություններին ընդառաջ Չավեսը իր բացահայտ աջակցությունն է հայտնում Մադուրոյին։ Մարտի 5-ին նա մահացավ քաղցկեղից իր թեկնածուին թողնելով նավթային ամենամեծ պաշարներն ունեցող Վենեսուելան, որի տնտեսական համակարգը կախված էր նույն նավթի բարձր գներից։ Վենեսուելայի նորընտիր նախագահը նավթային ընկերության բարձր պաշտոններում նշանակում էր իր մտերիմներին, ինչը ավելի էր խորացնում կառավարման խնդիրներն ու նպաստում տնտեսության փլուզմանը։ Հետագայում վենեսուելական նավթի վրա Ամերիկայի Միացյալ Նահանգները սահմանեց պատժամիջոցներ, արգելելով դրա մատակարարումը ԱՄՆ։ Հիպերինֆլյացիա, սննդի ու դեղերի խիստ պակաս, աղքատության թվի աճ, պատմության մեծագույն արտագաղթներից մեկը։ Վենեսուելայի վերջին տասնամյակը նման ձևով կարելի է բնորոշել։ 2018-ից մինչև 21 թվականը Վենեսուելայի ազգային արժույթ բոլիվարից հանվեց 11-0, արժույթը փաստացի վերածելով թափոնի։
2018 թվականին Վենեսուելայում գնաճը հասավ 2 միլիոն տոկոսի։ Մադուրոյի դիետա անունը ստացած սննդային եւ դեղորայքային ճգնաժամը 2018-ից 19 թվականներին գագաթնակետին հասցրեց տարի մեծագույն արտագաղթերից մեկը։ 7 միլիոն բնակիչ կամ Վենեսուելայի բնակչության 20-ից 25%-ը արտագաղթեց երկրից։ Տնտեսական ճգնաժամը Վենեսուելայում շարունակվում է մինչ օրս։ Չնայած բազմաթիվ պատժամիջոցներին ու ճնշումներին 2025 թվականի դեկտեմբերին Մադուրոն մերժեց Թրամփի վերջնագիրը լքել պաշտոնն ու արտաքսվել Թուրքիա։ Այսպիսով Վենեսուելան լինելով մի երկիր, որն ունի հսկայական բնական ռեսուրսներ, այսօր կանգնած է անորոշության եւ վերականգնման անհրաժեշտության առջեւ։ Մինչ նրա ղեկավարը նախկին ավտոբուսի վարորդն ու ռոք երաժիշտը այսօր կանգնած է դատարանի առաջ եւ դարձել է պատմության արտասովոր ու հակասական կերպարներից մեկը։ Միջազգային օրակարգում է նաև Ուկրաինայի շուրջ բանակցությունները։ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Ուկրաինայի առաջնորդները երեկ Փարիզում հռչակագիր են ստորագրել հնարավոր հրադադարից հետո Ուկրաինայում բազմազգ անվտանգության ուժեր տեղակայելու մտադրության մասին։ Փարիզում Ուկրաինային աջակցող արևմտյան առաջնորդները հանդիպել են նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ քննարկելու անվտանգության երաշխիքները Ռուսաստանի հետ հնարավոր խաղաղության պայմաններում։ Հանդիպմանը մասնակցել են նաև Գերմանիայի եւ Իտալիայի ղեկավարները, իսկ ԱՄՆ-ն ներկայացրել է Դոնալդ Թրամփի գլխավոր բանագնաց Սթիվ Ուիտկոֆը եւ նրա փեսա Ջարեդ Քուշները։ Միջազգային մյուս լուրերը հավաքագրել է իմ գործընկեր Զառա Սարգսյանը։ Եվրամիության առաջնորդները դատապարտել են Գրենլանդիայի նկատմամբ Դոնալդ Թրամփի տարածքային պահանջները։ Միայն Դանիան եւ Գրենլանդիան պետք է որոշեն Դանիային եւ Գրենլանդիային վերաբերող հարցերը, ասվում է համատեղ հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ օրերս Թրամփը հայտարարել էր, որ Գրենլանդիան պետք է Միացյալ Նահանգների մաս դառնա։ Թեև քննադատություններին Թրամփն իրենից գոհ է, կարող եմ վստահորեն ասել, որ մեր նախագահությունը շատ հաջող է ընթանում, հպարտորեն հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահը։ Ինչ վերաբերում է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի եւ նրա կնոջ ձերբակալման գործողությանը, ապա դրան մասնակցել է ընդհանուր առմամբ 152 ինքնաթիռ, ասել է Դոնալդ Թրամփը։ Դա բարդ գործողություն էր, դրան մասնակցել են 152 ինքնաթիռ եւ մեծ թվով զինվորներ, այն տպավորիչ էր։ Մեր կողմից զոհեր չեղան, բայց ցավոք շատ մարդիկ զոհվեցին մյուս կողմից։ Զոհերի մեծ մասը կուբացի զինվորներ էին, ասել է Միացյալ Նահանգների նախագահը։ Նիկոլաս Մադուրոյի մասին խոսելով Թրամփը մեղադրել է նրան միլիոնավոր մարդկանց մահվան համար։ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Փարիզում կամեցողների կոալիցիայի գագաթնաժողովում կարևոր քաղաքական քայլեր են պատրաստվում։ Հոբ հրթիռների յուրաքանչյուր մատակարարում կյանքեր է փրկում եւ մեծացնում դիվանագիտական լուծման հնարավորությունները, ասել է Ուկրաինայի նախագահը, հավելելով, որ Մակրոնի հետ քննարկել է Ուկրաինայի պաշտպանության հարցը, որը կարող է ամրապնդել երկրի դիրքերը դիվանագիտության մեջ։ Թուրքիայի Բուրսա քաղաքի քաղաքապետ Մուստաֆա Բոզբեի վրա հարձակման փորձ է կատարվել։ Հարձակվողը փորձել է բռունցքով հարվածել քաղաքապետի դեմքին։ Հարձակման փորձ կատարած անձը վնասազերծվել եւ ձերբակալվել է։ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն, որը 2025 թվականին արժանացել է Նոբելյան խաղաղության մրցանակի, պատրաստ է մրցանակը հանձնել Դոնալդ Թրամփին կամ այն կիսել նրա հետ։ Մաչադոն այս մասին ասել է Fox News-ին տված հարցազրույցում։ Մենք անցյալում կթողնենք բոլոր աղետները, որ բերել է հանցավոր սոցիալիստական ռեժիմը, եւ Վենեսուելան կդարձնենք Միացյալ Նահանգների գլխավոր դաշնակիցը Լատինական Ամերիկայում, հավելել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդը։ Ճապոնիայի արևմուտքում 6.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, տուժել է առնվազն 9 մարդ։ Պրիմորիեում էլ ձկնորսների մեքենաներն անցել են ջրի տակ, բարեբախտաբար ոչ ոք չի տուժել։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին երեկ նշում էր Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան տոնը։ Իշխանության թիրախում հայտնված ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը Սուրբ ծննդյան պատարագը մատուցել է Էջմիածնի Մայր տաճարում։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում Սուրբ ծննդյան պատարագից հետո վեհափար հայրապետը աղոթել է ապօրինաբար ազատազրկված հոգևորականների, ազգային բարերարի, գերի եւ անհայտ կորած մեր հայրենակիցների համար։ Հայտարարել, որ մեր Սուրբ եկեղեցին շարունակում է ենթարկվել բռնաճնշումների։ Այսօր մեր կյանքում տկարանում են միմյանց հանդեպ հավատն ու վստահությունը, որպես քաջություն է ընկալվում անհարգալից ու անզուսպ պահվածքը, խոսքի ազատությունը,
հակադարձվում է այլակարծության անհանդուրժողությամբ, բանավեճը վերածվում վիրավորանքների ու վարկաբեկումների, իսկ հանրային օգուտը, հայրենանպաստ և ազգանվեր ծառայությունը ստորադասվում անձնական և խմբակային նեղ շահերի։ Մեր Սուրբ եկեղեցին շարունակում է ենթարկվել բռնաճնշումների։ Այս իրավիճակը լուրջ հարված է մեր ազգի ու պետության հեղինակությանը և խորը վերք հասցված համայնքներին ու հավատացյալներին։ Հակառակ անօրինական ու կանոնախախտ գործողությունների մեր Սուրբ եկեղեցին իր բարեպաշտ ժողովրդով ամուր է ու անսասան, հավատարիմ իր տերունաշնոր կոչմանն ու առաքելությանը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում Սուրբ Ծննդյան պատարագի ավարտին ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի ձեռամբ օրվա խորհրդով ջրօրհներքի արարողություն է կատարվել։ Վեհափար հայրապետը ջուրն օրհնել է աղոթքով և սրբալույս միրոնով։ Ջրօրհներքը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի մկրտությունը։ Ըստ ավանդույթի արարողությունից հետո հավատացյալներն օրհնված ջուրն իրենց հետ տուն են տանում, որպես հիվանդներին բժշկելու միջոց։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arքեպիսկոպոս Աջապահյանը Սուրբ Ծննդյան առթիվ ուղերձ է հղել կալանավայրից։ Այո, ինչպես 2000 տարի առաջ, այնպես էլ այսօր դարձյալ մոլեկնել են Հերովդեսն ու Հերովդիադան, Սոհեն փնտրում, անմեղի արյուն ի գոհացում իրենց հիվանդագին մտագարության։ Հիրավի հայրենադավը գցել է տիրադավներին, ողորմելին խղճալիներին, անամոթ անպատկառներին, անբարոյական բարոյազուրկներին, ճղճի մչնչիններին։ Տգետները գոնե պատմություն իմանային, որ նման դեպքեր եկեղեցին բազմից է հաղթահարել։ Հուսով ենք, որ մեր ժողովրդի զավակների ստվար հատվածը հասկանում է իրականությունը եւ ճիշտ ախտորոշում կիրականացնի։ Սա էլ կասնի, իսկ հայ եկեղեցին կշարունակի իր առաքելությունը օտար մարմինները արտավիժելուց հետո։ Այո, եկեղեցին կբարեկարգվի եւ կմաքրվի, սակայն այնպես ինչպես Աստված է կամենում եւ ոչ թե ինչպես ողորմելի ոչնչությունները։ Իդեպ փաստաբան Արազ Օրաբյանը հայտնել է, որ Միքայել Սրբազանի գործով ներպետական ատյանները սպառելուց հետո պատրաստվում են դիմել եվրոպական դատարան։ Նա անդրադարձել է նաև Թալինի եկեղեցում տեղի ունեցածին եւ հիշեցրել, որ Հայաստանի սահմանադրությունը, նաև միջազգային իրավունքը արգելում են պետական իշխանությանը խառնվել եկեղեցու ներքին գործերին, նաև խոչընդոտել ծեսերի կատարմանը։ Ես միայն հիշում եմ, որ եկեղեցու նկատմամբ նման հալածանքներ եղել են խորհրդային միության ժամանակ 30-ական թվականներին։ Կարծես թե մենք հիմա ունենք նույնի կրկնությունը։ Այն, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոն է այս գործընթացը կազմակերպում ու ինքն է պատասխանատու հակաեկեղեցական այս քաղաքականության համար, դա փաստ է։ Նա իշխանական իր ամբողջ լծակներն օգտագործում է եկեղեցու դեմ։ Հիմա իբրև թե հանդես է գալիս որպես քրիստոնյա հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ, մինչդեռ մինչև այս նա իրեն չի դրսևորել որպես հայ առաքելական Սուրբ եկեղեցու զավակ։ Նա այն բարի հողը չէ, որ պետք է նորոգի եկեղեցին։ Նիկոլ Փաշինյանը մի կողմ թողնելով երկրի համար կարևորագույն խնդիրները, որոնց ուղիղ պատասխանատուն է, թիրախավորել է եկեղեցին իբր բարենորոգելով այն։ Թե ինչպես է բարենորոգել մեր երկիրը, ինչպես է բարենորոգել ընդհանրապես յուրաքանչյուրի կյանքը մենք տեսել ենք։ Թե ինչպես է բարենորոգել մեր պետական սահմանները, ինչպես է բարենորոգել Արցախը մենք տեսել ենք եւ ճակերտներով ասած շնորհակալ ենք։ Հիմա էլ մտել է եկեղեցի բարենորոգման։ Սա անօրինական գործունեություն է եւ ովքեր դրան մասնակից են, նպաստում են այս անօրինությանը եւ վստահ են պատասխան են տալու ապագայում։ Նշեմ նաև, որ 3 երթին մասնակցում էր նաև ՀԵՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։ Լրագրողների հետ զրույցում նա խոսել է հաճախակի դարձած հոսանքազրկումների մասին, ասել, թե հոսանքի անջատումը սենսացիա պետք չէ սարքել։ Նա հորդորել է ՀԵՑ-ին աջակցել, չթիրախավորել, քանի որ ՀԵՑ-ը մեր պետության եւ ազգային հարստությունն է։ Ժորժ ջան, հոսանքազրկումները պետք չի սենսացիա սարքել։ Բոլոր ժամանակներում հոսանքազրկումներ եղել են։ Ինչի հիշեցիք, որ այսօր հոսանքազրկումներ։ Ներողություն բանավեճի մի վերացեք։ Ձեր հարցին պատասխանում եմ։ Էլեկտրաէներգիայի բաշխման գործընթացը օրգանիկ process է 24 ժամյա ռեժիմում։ Եվ տեխնիկական իմաստով սենսացիա չկա, որ որևէ տեղ վթար է տեղի ունենում։ Կարևորը մենք երաշխավորում ենք եւ դուք վստահ եղեք, որ որևէ տեղ, եթե հոսանքազրկում է տեղի ունենում, ապա րոպեների ընթացքում կարգավարական ծառայությունը տեղյակ է լինում, տեղեկացնում է տեխնիկական, ինժեներական բոլոր ստորաբաժանումներին, մասնագիտական հերթապահ խմբերին, այդ թվում նաեւ 24 ժամյա ռեժիմում ինձ են տեղյակ պահում, որից հետո անմիջապես
գործի են անցնում վթարավերականգնողական աշխատանքների համար պատասխանատու ստորաբաժանումները։ Եթե կլինի որևէ տեղ վթար, ես ձեզ երաշխավորում եմ, ժամերի ընթացքում կվերականգնվի։ Եթե ժամերի ընթացքում չի վերականգնվում, ուրեմն որևէ կերպ հնարավոր չի եղել վերականգնել, ակնկալում եմ մեր բնակչության բաժանորդների ըմբռնումը։ Եվ վերջում ինչ վիճակ է հանրապետության ավտոճանապարհներին։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ կան փակ ճանապարհներ։ Արագածոտնի մարզում փակ են Ամբերտ օդերոթաբանական կայանից դեպի Ամբերտ ամրոց եւ Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Մի շարք մարզերում ճանապարհներին առկա է մերկասառույց, մասնավորապես Ապարանի, Սպիտակի, Սևանի, Գավառի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի եւ Վանաձորի տարածաշրջաներում։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով։ Ինչ վերաբերում է Լարսին, Սեփանծմինդա Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում եւ TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Ես Սվետլանա Պետրոսյանն եմ, շնորհակալություն ուշադրության համար։ Բոլորիս արդյունավետ աշխատանքային օրվա շարունակություն, կհանդիպենք ժամը 15-ին։